այս պահին տպագրվում է հայ զինվոր շաբաթաթերթի հերթական համարը։ Իսկ այս մեկն առաջինն է, որ լույս է տեսել 1993 թվականին, եւ կարելի է ասել, որ այս պաշտոնաթերթը բանակի տարեկիցն է։ Սա հայ զինվոր պաշտոնաթերթի առաջին համարն է։ Խմբագիր սրբագրիչ Հասմիկ Մադոյանը թերթում է հայ զինվոր պաշտոնաթերթի առաջին համարն ու հիշում, առաջին հրապարակումները լուրեր էին պատերազմի մասին, իսկ խաղաղ բանակաշինության տարիներին թղթակիցները գրի առան սպաների, զինվորների ու կամավորների մասին։ Կարճ ժամանակ անց հայ զինվորը դարձավ բանակի կենսագիրը, խոսափողն ու գաղափարախոսը։ Արդեն շուրջ 3 տասնամյակ է, որ հայ զինվոր պաշտոնաթերթը պահպանում է իր հստակ դիրքը, կանգնելով զինվորի կողքին։ Այս տարիների ընթացքում հայ զինվորը մշտապես հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, դրսևորելով մասնագիտական բարձր որակ եւ խորապես գիտակցելով յուրաքանչյուր տառի ու բառի կշիռն ու պատասխանատվությունը։ Այս տարիների ընթացքում գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինվորներն ու սպաները չեն վրիպել թղթակիցների ամենատես աչքից։ Լրագրողները գտել, զրուցել ու հոդվածներ են տպագրել նրանց մասին, ներկայացրել որպես լավագույն օրինակ։ Չէ՞ որ հայ զինվոր հանդեսի առաջին ընթերցողը հենց շարքային զինվորն է։ Տպագրությունից կարճ ժամանակ անց շաբաթաթերթը հասնում է բոլոր զորամասեր։ Քանի որ բոլոր զորամասերում, ինչպես նաև մեր զորամասը ամեն շաբաթ ստանում է հայ զինվոր շաբաթաթերթը, մենք սիրով կարդում եւ տեղեկանում ենք զինվորական իրադարձություններին, հաճելիորեն զարմացա, որ ճամբարային հավաքների ընթացքում նույնպես հնարավորություն ունենք ընթերցելու հայ զինվոր շաբաթաթերթը։ Կազմավորման առաջին տարիներից հայ զինվորի համար հոդվածներ է հեղինակում նաև մայոր Ալիսա Ալավերդյանը։ Առաջինը գրել է ուսանողության տարիներին, 30 տարի անց անկեղծանում է, հպարտ է, որ հայ զինվորի մի մասնիկն է։ Այս տարիների հեռավորությունից կուզենայի միայն ասել, որ հայ զինվոր թերթը հենց զինվորի պատվախնդրությամբ, զինվորի պատասխանատվությամբ ու նվիրումով է իր գործը արել, ու նույն ոգով էլ այսօր շարունակում է նույն նվիրումով։ Իր գոյության ավելի քան 32 տարիների ընթացքում հայ զինվորը մի քանի անգամ տեսքի եւ ձևաչափի փոփոխություններ է կրել, փորձել են քայլել միշտ ժամանակին համընթաց եւ այս տարի եւս կատարել ենք վիզուալ եւ բովանդակային մի շարք փոփոխություններ, հանդեսը ավելի գրավիչ, հետաքրքիր եւ ժամանակակից դարձնելու համար։ Այսօր հայ զինվորը զարգացման, վերափոխման ու բարեփոխման նոր փուլ է թևակողել, պահպանելով ավանդույթները ընթերցողին ներկայանում է ավելի ընդգրկուն բովանդակությամբ, նոր խորագրերով ու նոր ասելիքով։ Թերթի խմբագիր Գայանե Պողոսյանը հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներին տեղեկացնում է, հայ զինվորի լրագրողները գուցե շուտով ձեր տուն էլ գան։ Երկիր պահող մեր շները խորագիրը անպայման անդրադառնալու է նաև ձեզ, անդրադառնալու է այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ, իրենց աշխատանքով, իրենց խիզախությամբ անառիկ են պահում մեր երկրի դարպասները։ Ես ուզում եմ խոսել նաև երկրի մարդիկ, երկրի ուժը խորագրի մասին։ Այս խորագրի ներքո մենք անդրադառնալու ենք օրինակելի ընտանիքներին, այն ընտանիքներին, որոնք բազմանդամ են, որոնք ունեն մի քանի զինծառայող բանակում, զինվոր, սպա կամ պայմանագրային։ Այս խորագիրը գալիս է վերահաստատելու, որ պետության հենասյուները օրինակելի ընտանիքներն են, թղթակիցների ուշադրության կենտրոնում են լինելու նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներին օրինակելի վարքով աչքի ընկած այն տղաները, որոնք զորացրվելուց հետո չեն համալրել տարագիրների շարքերը, շարունակել են ապրել իրենց ծննդավայրում ու սկսել աշխատել կամ ստեղծագործել ի հեճուկս բոլոր դժվարությունների։ Նրանք խեցեգործներ են, փայտագործներ են, հացթուխներ են, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք կարողացել են հաջողել իրենց գործում եւ մի հաջողության պատմություն խորագիրը ձեզ կպատմի այդ մարդկանց հաջողությունների մասին եւ կարծում եմ կողոքեվորի եւ կխանդավառի ձեզ։ Այս խորագրի ներքո տեղ են գտնում հարցազրույցներ մտավորականների հետ, նրանք պատմում են իրենց մտորումների ու խոհերի մասին, կիսվում նաև խորհուրդներով։ Այս խորագիրն այսուհետ առավել ընդգրկուն կներկայանա եւ կխոսի նաև մարզերում ստեղծագործողների մասին, դառնալով ինքնադրսևորվելու յուրահատուկ հարթակ։ Հայ զինվորի ստեղծագործական թիմը իր ընթերցողին, այսինքն զինծառայողներին խոստանում է, որ ավանդական խորագրերի կողքին լինելու են պատմություններ նաև բանակի զինվորների, սպաների առօրյայի ու ոլորտին վերաբերող օրենսդրական բարեփոխումների մասին։ Ի դեպ, հայ զինվորի հոդվածները կարելի է կարդալ նաև առցանց, մուտք գործելով ilmedia.am կայք։ Տաթևիկ Աբրահամյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։